Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն։ Ըստ նրա, նման ցանկության բացակայության պատճառն իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվան է, որն արգելում է միջուկային զենքը։ Մայիսի 23-ին Հռոմում Միացյալ Նահանգների հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի հարցով բանակցությունների 5-րդ փուլին ընթരാճ Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ Թեհրանը չի զիջելու իր միջուկային իրավունքները։ Նրա խոսքով 2015 թվականի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը դեռևս մեռած չէ, բայց այն նաև չի կարող վերականգնվել։ Ըստ Արաղչիի, համաձայնագրի վերականգնումն Իրանին օգուտ չի տա։ Մեր միջուկային ծրագիրը, այդ թվում ուրանի հարստացումը, պետք է շարունակվի։ Այդուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման եւ թափանցիկության միջոցներ ձեռնարկել եւ համաձայնել ավելի լայն մշտադիտարկման, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի հարցում, ասել է նա։ Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցություններին, սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Եվրոպան ոչ մի դերակատարում չունի մեր եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններում։ Եթե Եվրոպան ցանկանում է դերակատարում ունենալ, ապա պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական եւ առճակատման քաղաքականությունից, ասել է Իրանի արտգործնախարարը։ Նա եվրոպացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել չգործարկել հատուկ մեխանիզմը, քանի որ դա ճգնաժամի մեջ կդնի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Արաղչին ասել է, թե մայիսի 23-ին պարզ կլինի, արդյոք մյուս կողմը պատրաստ է վերանայել իր դիրքորոշումները։ Իրանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ մայիսի 22-ին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։ Ես հստակ նշել եմ, որ մենք պատրաստ ենք վճռական պատասխանի, եւ եթե սպառնալիքները շարունակվեն, ապա մենք ստիպված կլինենք հատուկ միջոցներ ձեռնարկել մեր օբյեկտները պաշտպանելու համար, հայտարարել է Արաղչին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցների սպանությունը։ Նրանք արդյունավետ քննարկում են ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Խոսնակը նշել է, որ Թրամփը վշտացած եւ վրդովված է կրակոցներից։ Լևիթի խոսքով երկու ղեկավարները նաև քննարկել են Իրանի թեման մայիսի 23-ին Հռոմում Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններից առաջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն Թրամփը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակցի սպանության կապակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Միացյալ Նահանգներում հակասեմականության դեմ պայքարի նպատակով իր եւ իր վարչակազմի գործադրած ջանքերի համար, նշված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին։ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության համաձայն զրույցի ընթացքում նախագահ Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետ Նեթանյահուի ջանքերին բոլոր պատանդներին ազատ արձակելու, Համասը ջախջախելու եւ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրն առաջ մղելու նպատակներին հասնելու ուղղությամբ։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցով Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ Այդ մասին նշված է Եվրամիության խորհրդի կայքում։ Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Եվրամիության անդամ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում Եվրամիության խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների դեպքում։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը, քանի որ Բուդապեշտը արգելափակում է Եվրամիության առանցքային այն որոշումները, որոնք վերաբերում են Ռուսաստանին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների։ Ամերիկայի ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմի հրամանով չեղարկվել է ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու համալսարանի լիազորագիրը։ Հարվարդը մեղադրվել է բռնություն եւ հակասեմականություն խրախուսելու եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցելու համար։ Ամերիկյան այս հեղինակավոր համալսարանն այլևս չի կարող օտարերկրացիներին տրամադրել Միացյալ Նահանգների ուսանողական վիզաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Օտարերկրյա ուսանողները, որոնք արդեն սովորում են Հարվարդում, պետք է տեղափոխվեն այլ բուհեր, հակառակ դեպքում կզրկվեն երկրում գտնվելու իրավունքից։ Համալսարանի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է անօրինական, նշելով, որ դրանք խաթարում են համալսարանի ակադեմիական եւ հետազոտական առաքելությունը։ Հարվարդն այժմ ունի մոտ 7000 օտարերկրյա ուսանող 140 երկրից, ինչը կազմում է ուսանողների ընդհանուր թվի ավելի քան 1/4-ը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է բանտային բարեփոխումներ, որոնք թույլ կտան Անգլիայում եւ Ուելսում պայմանական սկզբունքով վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալների մեծ մասին իրենց պատժի 1/3-ը կրելուց հետո։ Այս նախաձեռնության պատճառը բանտերի գերբեռնված լինելն է, որը դեռևս չի հաջողվում լուծել։ 2024 թվականին այդ նույն պատճառով լեյբորիստական կառավարությունը որոշել էր ազատ արձակել 5 տարուց ավելի ազատազրկման դատապարտված հանցագործներին իրենց պատժի ժամկետի 40%-ը կրելուց հետո։ Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ազատ էր
արձակվել ավելի քան 16,000 բանտարկյալ։ Ելույթ ունենալով համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ նոր նախաձեռնությունը չի վերաբերի հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Նրանք, ինչպես նախկինում, պետք է կրեն իրենց պատժի առնվազն 2/3-ը։ Նույնը վերաբերում է նաև ահաբեկչության համար դատապարտվածներին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց Հնդկաստանի հետ վերջին լարվածության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակն այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն է, ակնկալվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Շարիֆը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։